Նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները կաշխատեն մինչև ժամը 22:00։ Վերջին հնարավորությունն օգտվելու Սև ուրբաթի ցնցող զեղչերից։ Վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածությունը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Մարդիկ դժգոհում են և քաղաքապետարանից, և ընդհանուր կառավարման սխալներից, և անվերահսկելի շինարարությունից։ Շատերն ասում են, որ Երևանը այլևս հարմար քաղաք չէ ապրելու համար։ Չկան կանաչապատ տարածքներ, մշտական շինարարություն, փոշի, իսկ հիմա նաև ծուխ։ Շատերը երազում են, որ Երևանը լինի նույն համերաշխ ու համաչափ քաղաքը, որը ստեղծում էին 20-րդ դարի ճարտարապետները։ Բայց այս իրավիճակը մի կարևոր բան է ցույց տալիս, որ մենք դեռ հոգ ենք տանում մեր քաղաքի մասին։ Եթե մարդիկ արձագանքում են, նշանակում է Երևանը նրանց համար պարզապես բնակավայր չէ, այլ մի վայր է, որի հետ կապ ունեն, որտեղ ապրել են, մեծացել են, հիշողություններ ունեն և անգամ Երևանի ինքնակենսագրականն են գրում։ Հենց այդ պատճառով այսօր ուզում եմ խոսել ոչ թե միայն էկոլոգիայի կամ կառավարման խնդիրների մասին, այլև Երևանի որպես ուժեղ ինքնություն ունեցող մի քաղաքի մասին։ Իմ զրուցակիցը մի մարդ է, որը Երևանի հետ ունի բազմաշերտ կապ։ Նա լրագրող է, որը տարիներ շարունակ աշխատել է միջազգային մեդիայում, գրող է, որի Երևան քաղաքի կենսագրություն գիրքը փորձում է բացատրել, թե ինչ քաղաք է սա և ինչ շերտեր ունի։ Նա նաև ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, այն մարդու, որի աշխատանքներ ձևավորել են Երևանը Հանրապետության հրապարակից մինչև ազգային ժողով։ Մարկ Գրիգորյանի հետ կփորձենք հասկանալ, ինչ քաղաք ենք մենք ժառանգել և ինչ քաղաք ենք ուզում ապագայում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում, իսկապես։ Շատ ջերմ ներկայացրեցիք ինձ։ Դա անկեղծ էր, քանի որ ես գիտեմ, որ դուք սիրում եք Երևանը նույն կերպ, ինչպես ես եմ սիրում։ Ես որևէ այլ քաղաքում, որևէ այլ երկրում ինձ այդպես չեմ զգում, ոնց որ Երևանում, որ գալիս եմ, սիրտս սկսում է այսպես թրթռալ, ու այդ նույն թրթիռը ես միշտ ձեզ մոտ եմ նկատել, ու ձեզ մոտ դա ունի նաև ժառանգական, պատմական այսպես ակունքներ։ Պարոն Գրիգորյան, ինչն է ձեզ խնդիրը, որ Երևանը այլևս բողոքում են բնակիչները, այն չէ, ինչպես ասում էին, գծագրված էր 20-րդ դարի ճարտարապետների կողմից։ Դա մենթալիտետի փոփոխություններ, շուկայական պահանջներ, թե դա նաև քաղաքային պլանավորման բացակայություններ։ Եկեք ես սկսեմ 1930 թվականին, այսինքն համարյա 100 տարի առաջ գրված գրքով։ Դա Մկրտիչ Արմենի Երևան, կարծեմ բազմավեպ էր, թե էպոպեյա, մի խոսքով Երևան վեպն է։ Եվ ուրեմն 1930 թվական մի քանի գլուխ իրար հետևից, այսպես եկող, Երևան այդ վեպում սկսվում են մեռնում է հին բազմադարյա Երևանը։ Այդ նախադասությամբ են սկսում։ Այսինքն Երևանը անդադար մեռնում է, միշտ բողոքում են, որ մեռնում է։ Այսինքն դեռ 100 տարի առաջ մարդիկ բողոքում էին, որ այն հին մեր Երևանը չկա արդեն, այլևս չկա, մահանում է, գոյություն չունի։ Այդ ամբողջ, չգիտեմ, շինարարությունը եւ այլն սպանում են մեր քաղաքը։ Ու դա շատ հասկանալի է։ Դա շատ հասկանալի է, որովհետեւ պարզա, որ մենք ուզում ենք ապրել նույն տեղում, չգիտեմ, նույն փողոցում, որը որ կար, երբ որ ես պատանի էի, երբ որ ես երեխա էի, որ իմ բակը այսօր լինի նույնը, ինչ որ 60 տարի առաջ էր, երբ որ ես 7 տարեկան էի ու պահկվոցի ու ֆուտբոլ էի խաղում այդ բակում։ Այդպես չի լինում։ Դա հնարավոր չի։ Երևանը, մասնավորապես Երևանը, շատ բուռն զարգացում է ապրել և շարունակում է շատ բուռն զարգանալ, և իհարկե այդ զարգացումները ունենում են իրենց շեղումները, թեքումները, և շատ վատ են անդրադառնում մեր վրա։ Օրինակ ես էլ դժգոհում եմ, ինչպես կարելի է չդժգոհել օդի այս վիճակից։ Բայց ես նաև գիտեմ, որ Երևանում կա 40 այգի։
40 հանրային այգի։ Դա շատ է թե քիչ։ Ես գիտեմ եւ հիշում եմ ինչպես էին այգիները այսպես շատ արագորեն ոչնչանում 90-ականների առաջի կեսին։ Եթե այդպես չլիներ, մենք հիմա կունենայինք Նորքի անտառ, հա, եւ ոչ թե Երևանի թոքերը, որ եւ ոչ թե բազմաթիվ շինություններ այդ տեղում։ Եթե մենք այսօր այսպես կանգնենք ու փորձենք գնահատել քաղաքը, մենք կտեսնենք, որ մենք ունեցել ենք եւ մենք ունենք բավականին ծանր ժառանգություն։ Այդ ժառանգությունը կուտակվել է տասնամյակների ընթացքում եւ մեր բոլոր ցանկության, մեր ամենավառ ցանկության դեպքում նույնիսկ միանգամից դա վերացնել անհնարին է։ Ես բերեմ մի քանի օրինակ։ Քաղաքի կենտրոնում կարծես թե չի մնացել քառակուսի մետր տարածք, որը վաճառված չլինի։ Սեփականաշնորհված, վաճառված, վերավաճառված, օտարված եւ այլն եւ այլն։ Հիմա եթե շարժվենք օրենքով, մենք ոչինչ անել չենք կարող։ Օրենքը պահանջում է, որ վերջ, սա ինչ մարդու սեփականությունն է, եւ ինքը թույլտվություն ունի այդտեղ 6 սարկանի շենք կառուցելու։ Ահավասիկ թույլտվությունը թղթի վրա գրված կնիքներով կնքած։ Ես չգիտեմ, արդյոք օրենքի այս տրամաբանությունը պիտի աշխատի։ Մենք ունեցել ենք բավականին հետաքրքիր օրենսդրական նորմ, որը կոչվում էր, որը թույլ էր տալիս ինչ որ տեղ, ինչ որ տարածք հայտարարել հանրային գերակա շահի տարածք։ Բայց դա այնպես թյուր ձևով էր օգտագործվում, որ հիմա փորձեք ասել, հա, որ ես ուզում եմ այս տարածքը հայտարարել հանրային գերակա շահի տարածք։ Միանգամից բոլորը կհասկանան, որ դուք ուզում եք ինչ-որ սխալ բան անել։ Որովհետև գերակա շահ, երբ ասում են հանրային տարածք օտարում են, նշանակում է, որ այնտեղ պետք է կառուցեն ենթադրենք հիվանդանոց, որը շատ անհրաժեշտ է այդ բնակիչներին։ Կարևոր ճանապարհ, բայց դրանք այդ մարդկանց ձեռից խլել են տարիների ընթացքում, կառուցել են բազմահարկ շենքեր, վաճառել են, գումար դրել են իրենց գրպան, օֆշորներում են լվացել։ Դրա համար մարդիկ հենց ասում են գերակա շահ, մարդիկ արդեն փշաքաղվում են։ Մենք գիտենք, դա տեսել ենք ինչպես է տեղ ունենում։ Այ ասացի իմաստը հենց դա է։ Մենք գնում ենք Օղակաձև զբոսայգի եւ տեսնում ենք դից անհասկանալի ինչ-որ բուտկաներ, անհասկանալի կառույցներ։ Դրանք բոլորը տեր ունեն։ Ինչպես կարող է հանրային զբոսայգում լինել սրճարան, որը տեր ունենա։ Հա, իհարկե չի կարող, բայց պարզվում է, որ այդ տարածքը 99 տարով տվրվել է վարձով։ Վարձն ինչքան է, այսքան մոտավորապես։ Եվ 99 տարի, ասենք 20 տարի առաջ, 79 տարի դեռ պիտի այդ սրճարանը այդտեղ լինի, կամ ինչ-որ մի բուտ կա։ Օղակաձև զբոսայգու հատվածներից մեկում 28 հատ նման թույլտվություն կա։ Որ թվականին տրված։ Գիտեք, 90-ականների երկրորդ կեսից սկսած, մոտավորապես 10 տարվա ընթացքում։ Իսկ ըստ ձեզ, արդյոք չի եկել ժամանակը, որ այդ ամենը վերանայվի նաև հանրության հոգուտ գերակա շահ, երբ ասում ենք, հանրության շահ պետք է հաշվի առնել։ Հիմա տեսեք, ով պիտի անի դա։ Իշխանությունը երևի։ Դե ես չէ։ Ոչ էլ դուք։ Հա, իշխանությունը, բայց իշխանությունը պետք է ունենա մարդկանց վստահությունն ու մանդատը այդ ամեն ինչն անելու համար։ Տեսեք, եթե իշխանությունը անի ու վաղ այդտեղ բազմաբնակարան կառուցվի, բնականաբար չի ունենա որևէ հետագա քայլերի համար։ Գոնե մեկ քանի օրինակ պետք է լինեն, որ ես էլեմենտար մեծ օրինակ եմ ասում, որ կարելի է հրաշալի չեմ ծառայի որպես նախադեպ։ Նույն Սարյան փողոցի վրա, Կտուրի կողքը կար մի տարածք, որտեղ ավտոմեխանիկաների այդպիսի մի ձեր ասած բուտկա էր։ Հիմա դա հանել են։ Ես
աղոտ կասկածներ ունեմ, որտեղ հերթական սրճարանը կլինի կամ եսի ինչը կլինի, եթե այդտեղ հիմա չգիտեմ, չէ՞ բակային նման կամ խաղահրապարակ մի հատ կառուցվի, երեխաները, մայրիկները, նստարաններ դրվեն, ապա դա, այսպես ասած, կվերադարձնի հավատը առ ինստիտուտ։ Ահա։ Այդ տեսեք, հիմա իմ ասածը, հա, այդ մանդատի գաղափարը։ Օպերայի այգում սրճարաններ էին եւ սրճարաններ են։ Իշխանությունները հայտարարեցին, որ հանելու են դա եւ վերադարձնեն այգին հանրությանը։ Դուրս եկավ մի սրճարան, որի ուրեմն համատերերը ըստ էության չէին էլ բողոքում այդ սրճարանը այդտեղից հանելու դեմ։ Մնացած բոլորը բողոքեցին եւ մնացին տեղում։ Դա մի քիչ գիտեք, ես հասկանում եմ, նման փորձեր պիտի արվեն եւ նման փորձերը պիտի շարունակվեն։ Եվ հիմա ես նորից վերադառնամ ձեր հարցի սկզբնական էությանը։ Ես երբ որ գրում էի Երևանի կենսագրությունը, ես փորձում էի հասկանալ Երևանյան հիմնական զգացմունքը որն է։ Հա, օրինակ, երբ որ Օրհան Պամուկը գրում էր իր քաղաքի մասին, Ստամբուլի մասին, ինքը մի այսպիսի ֆորմուլա առաջ բերեց, որ Ստամբուլը տխրության քաղաք է։ Որ դու հայտնվում ես Ստամբուլում ու սկսում ես տխրել, որովհետև դա տխրության քաղաք է։ Հիմա ես սկսեցի մտածել, իսկ Երևանը ինչի քաղաք է։ Որ էմոցիա, հիմիկվա ժամանակակից լեզվով, որ էմոջի քաղաքն է։ Այո։ Եվ ես հասկացա, որ Երևանը կարոտախտի քաղաք է։ Մենք երևանցիներս միշտ այդ կարոտախտի զգացումը ունենք։ Եվ երբ որ մենք մտածում ենք Երևանի մասին, հա, այն նորից ունենում ենք դա։ Ինձ համար փայլուն դրսևորում է այդ կարոտախտի Ռուբեն Հաղթվերդյանի երգերի մեջ։ Դա սա մեր հին փողոցն է, ուր ունեի ես ընկերներ, հա, այդպես։ Եվ գիտեք ինչ, եւ ձեր հարցի մեջ կար այդ կարոտախտը, եւ ես էլ ունեմ այդ կարոտախտը իմ մեջ։ Իհարկե, ես կուզենայի, որ իմ հին փողոցը լիներ այն փողոցը, երբ որ ես սիրահարված թրև էի գալիս, հա, ու ինձ տեղ չէի գտնում այդ զգացմունքներից, այդ էմոցիաներից, այդ ամեն ինչից։ Իհարկե ես կուզենայի, որ դա լիներ այն փողոցը, երբ որ ես ման էի գալիս իմ փոքր երեխաների հետ։ Բայց ժամանակն անցնում է։ Ես էլ եմ փոխվում, Երևանն էլ է փոխվում։ Եվ ես շատ դեպքերում պատրաստ եմ ընդունել այդ փոփոխությունները։ Որոշ առանձին դեպքերում պատրաստ չեմ, դրա մասին բացահայտ ասում եմ ու պայքարում եմ դրա դեմ։ Հաղորդում ես պատաբար չսկսեցի այդ բողոքներով, նաև տարատեսակ մարդիկ, հանրային մարդիկ, բլոգերներ տարբեր միացել էին այդ բողոքի բարձրաձայնման ակցիային։ Իբրև լրագրող, ինչ եք կարծում, ինչ պետք է անի մեդիան, որպեսզի այդ իշխանությունների քննադատությունը չվերածվի կշտամբանքի, միակողմանի հարվածների, այսպես հայտարարությունների, որ մյուս կողմն ստիպված լինի պաշտպանվել, այլ վերածվի քննարկման հարթակի, որտեղ երկու կողմերը կփորձեն գտնել լուծումներ։ Ձեր հարցը այնքան մասնագիտական լրագրողական է, հա, որովհետև ես ձեր հարցի պատասխանը տեսնում եմ լրագրողի մասնագիտության մեջ։ Ցավոք, շատ դեպքերում մեր լրագրությունն այսօր վերածվել ոչ թե հարթակ ստեղծելու, այլ հենց կշտամբելուն։ Երբ որ ասուլիսների ժամանակ կամ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցեր են տալիս, իրենք կարծես թե վիճում են իրար հետ, թե ով կտա ամենավատ զզվելի ու կեղտոտ հարցը, կարծելով, որ դա իրականում սուր հարցն է։ Ես մի քիչ կոչ կանեի իմ գոլեգաներին զուսպ լինել, մանավանդ ես կոչ կանեի խմբագիրներին, որ իրենք աշխատեն իրենց լրագրողների հետ, սովորեցնելով
մասնագիտական էթիկայի եւ վարքականոնների հիմունքները։ Դրանք խմբագրերի գործերն են, որովհետեւ ի վերջո իրենք են մեծացնում իրենց լրագրողներին։ Տեսեք, մեր մոտ լրատվամիջոցները շատ հստակորեն բաժանվել են երկու ճամբարի։ Մի ճամբարի լրատվամիջոցները նայելիս դուք տպավորություն եք ստանում այսպես դինամիկ, զարգացող, աշխատող, խաղաղասեր երկրի մասին, երկրի, որը կառուցում է դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ այսպես դրական ձիրքով գնում է առաջ։ Մյուս ճամբարի լրատվամիջոցները ասում են, որ մեր երկիրը տապալվելու ուրեմն եզրին է կանգնած, հեսա մեր երկիրը կգրավեն, որտեղ մեր երկիրը ղեկավարում են թշնամիներ եւ դավաճաններ, եւ այս երկու պատկերները ոչ մի ընդհանուր եզր չունեն, եւ այս պատկերները այնքան անհամաչափ են իրար հետ, որ հարթակ դառնալ, հարթակի տեղ չկա։ Կա մի հարթակ եւ կա երկրորդ հարթակը, որոնք իրար հետ չեն համընկնում։ Իսկ հանրությունը, այստեղ մեջտեղը հանրությունն է մոլորված, որը չգիտի, Իսկ որ հանրությունը գնում է դեպի սոցցանցեր, մասնավորապես Facebook, եւ Facebook-ում էլ նույն բաներն են կատարվում ըստ էության, եւ մարդիկ ուղղակի ընտրում են, չէ՞, մարդիկ են ընտրում իրենց ընկերներին Facebook-յան եւ մարդիկ են ընտրում ում հետևեն, այո, եւ մարդիկ ընտրում են ում հետևեն եւ ինչ կարդան, եւ այստեղ կիսվելու գաղափարն է շատ կարեւոր, հա, թե ինչով եմ ես կիսվում Facebook-ով։ Պարզա, որ ես կկիսվեմ այն մտքերով, որոնք որ ինձ համար ինձ ավելի մոտ են։ Բայց այստեղ տուժում է հենց այդ չորրորդ իշխանության գաղափարը, խնդիրները վերհանելու, լուծումներ գտնելու, որովհետև երբ արդեն սկսում են պայքարել միմյանց դեմ, չեն պայքարում հանուն ճշմարտության, հանուն հետաքրքրող կամ լուծումներ առաջարկող լրագրության, բայց հանրության արձագանքը եւս հետաքրքիր է։ Դրա համար երբ այսօր մենք տեսնում ենք շատ ցածր վստահության ցուցիչ կա լրագրության մեդիա ինստիտուտի հանդեպ շատ է նվազել ըստ ես մի քանի օր առաջ գրեթե հատուկ այդպիսի հանձնախմբի ղեկավարի հետ է հոգեբանական զրույցում, որ իրենք հոգեբաները այդպիսի թիմ են վերլուծություն են անում ու նաև մեդիայի մասով հարց կա, այնտեղ իրենք ապշեցուցիչ տվյալներ ներկայացրին, ասացին, որ այնպիսի տպավորություն է մեր մեդիան, եթե լսում ես, որ կարծես Ալիևը մտել է մեր տուն, ամեն ինչ Ալիևի բերանով է ասվում, մենք ասում ենք հոգնել ենք արդեն, մենք չենք հասկանում որը լսենք, ինչը լսենք։ Գիտեք, այդ քաղաքականացվածությունը մեր մեդիայի ինչ որ տեղ շատ փոքր, ես շատ փոքր մասով եմ դա ասում, կարելի է բացատրել գալիք ընտրություններով, որ իրանք արդեն պատրաստվում են, անգլերենում այսպիսի արտահայտություն կա gear up, հա, այսինքն այդ մեքենայի այդ արագությունը արդեն դրել են, գազը սեղվում են եւ հեսա կփոկվեն տեղից։ Բայց խնդիրն այն է, որ ես չեմ կարծում, որ միայն ընտրությունների արդյունքում դա կփոխվի, չի փոխվի։ Դրա համար պետք է աշխատանք եւ ավելի փորձառու եւ ավելի պրոֆեսիոնալ լրագրողները անպայման պետք է օգնեն իրենց կրտսեր գործընկերներին։ Տեսեք, ես երկու օր առաջ դասախոսություն էի կարդում համալսարանում, հենց նաև մեդիա էթիկայի վերաբերյալ ու այդ երիտասարդ սերունդը իմ գոլեգաները ինձ ասացին, որ գիտեք, մենք շատ ոգևորված էինք, ավագ կուրսի իհարկե, շատ ոգևորված ենք մեր մասնագիտությամբ, մտանք աշխատանքի, բայց մենք զգացինք, որ շատ կամահրական վերաբերմունք կա մեր մասնագիտության հանդեպ, հենց նույն այդ նուր սկսնակ։ Այսինքն որքանով է ավագ սերունդը պատրաստ նաև իր փորձը կիսելով, որտեղ այդ խնդիրը կա։ Ոչ բոլորն են պատրաստ
կիսվել, ոչ բոլորն են պատրաստ աջակցել, ավելի նախանձաբարո այսպիսի մոտեցում կա այս խնդրին կամ այլ հիմքում այլ մոտիվներ կարող են լինել։ Ինչ եմ ես ասում մեծահասակների մասին, հա, որովհետև իմ սերունդը եւ իմ սերունդից մի քիչ ավելի ցածր սերունդը դեռ հիշում են այն ժամանակները, երբ որ մենք ուղևորվում էինք լրագրողական էթիկայի կանոններով, երբ որ մենք գիտեինք, որ կան բառեր, որոնք չի կարելի օգտագործել հանրային տարածքում, երբ որ մենք գիտեինք, որ քո ասացի հետևում պետք է լինի փաստ, եւ այլն, եւ այլն, եւ այլն, հա, մենք դա հիշում ենք, մենք դա արել ենք։ Պարոն Գրիգորյան, բայց այս իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, ես նկատի ունեմ նույն BBC-ի հետ կապված այդ հայտնի սկանդալը։ Դուք մեկը գիտեք, ես մի քանիսը։ Իբրև մարդ, որը աշխատել է BBC-ում։ Ну, տեսեք, այսինքն այդ վստահությունը մեդիաների հանդեպ BBC-ի նման, որ ամբողջ աշխարհին սովորեցնում էր լրագրության էթիկա, պարզվում է, որ իրենք ինչերով են զբաղված նաև կարող են փաստեր ֆալսիֆիկացնել, հօգուտ այսպես իրենց բարձր ազատումներ տեղի ունեցան, պաշտոնազրկումներ տեղի ունեցան։ Հիմա այդ ամբողջ ճգնաժամը մեդիայի հանդեպ, ասեն գլոբալ բնույթ է կրում։ Ինչպես տեսեք, ինչ տարբերություն կա։ Հա, BBC-ի պարագայում, իհարկե BBC-ն ահռելի հսկայական լրատվամիջոց է եւ աշխարհի ամենավստահելի լրատվամիջոցը։ Բայց հարցումները վերջին ցույց են տվել, որ այլևս չեն վստահում այս սկանդալից հետո։ Տեսեք, չէ, այդ փոքր տոկոսների մասին է խոսքը, ես գիտեմ այդ հարցումների արդյունքները։ Ես ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել, ահա ինչի։ Սխալ էր։ Տեսան, համոզվեցին, որ սխալ էր եւ պատժվեցին։ Պատիժը հետևեց։ Ամենաբարձր պաշտոններ ունեցող BBC-ականները պատժվեցին շատ ծանր ձևով, հա, իրենց աշխատանքից հանեցին եւ BBC-ն ամբողջությամբ արդյունքում վերանայեց իր քաղաքականությունը եւ նոր ուրեմն նորացվեցին ինչ որ նորմեր, ինչ որ ձևեր, որոնք ավելի թույլ էին, ուժեղացվեցին։ Այս փոփոխությունների արդյունքում վստահությունը նորից գալու է։ Ես չեմ խոսում, հա, մեզ մոտ չկան լրատվամիջոցներ, որոնք անեն սխալ, բռնվեն այդ սխալի վրա, ներողություն խնդրեն։ Ներողություն խնդրեն եւ ղեկավարները տուժեն, պատժվեն, չկա։ Այդ անպատժելիությունը շատ կարևոր եւ շատ, այսպես վախենալու բան է։ Անպատժելիությունը շատ կարևոր, այսինքն պիտի վերանա ոչ միայն հանրային այն ոլորտներում, որոնք կապ ունեն, ասենք, բիզնեսի հետ, այլ եւ լրագրության մեջ սխալ ես արել, պիտի պատժվես, պիտի ներողություն խնդրես, մենք պիտի հասկանանք ինչ կար այդ սխալի հետևում, ով էր մեղավորը։ Դուք այնպիսի բաներ մասին եք խոսում, պարոն Գրիգորյան։ Հենց էտա, հասկանում եք, BBC-ական մոտեցումը դա է։ Ես նոր էի սկսել աշխատել BBC-ում, երբ հանկարծ ադրբեջանական թերթերը ամեն օր սկսեցին գրել. Մարկ Գրիգորյանը BBC-ում այսօր ինչ գործողությունն է արել, ինչ հարցազրույցն է արել, ինչ մարդու հետ։ Մարկ Գրիգորյանը այսօր, ես չգիտեմ, ինչ նյութեր է պատրաստել։ Եվ դա զարմանք էր առաջացնում։ Հա, ոնց էին ադրբեջանական թերթերը դա իմանում։ Շատ արագ պարզվեց, որ ադրբեջանական ծառայությունից մեկը ուղղակիորեն պատմում էր հեռախոսով թերթերին, թե այսօր ինչով է զբաղվում Մարկ Գրիգորյանը։ Հա, իհարկե, ես մանրամասնությունները հիմա լավ չեմ հիշում, բայց ես չէի զարմանա, եթե պարզվեր, որ ինքը պատմի, թե Մարկ Գրիգորյանը որ ժամին է գնում ընդմիջման։ Եվ դա վերացնելու համար բոլորին արգելեցին հեռախոսով որևէ ինֆորմացիա տալ որևէ լրատվամիջոցի։ BBC-ի ղեկավարությունը։ BBC-ի ներքին դրվածքով
այդ ամբողջը արգելվեց։ Հա, այ մոտեցումների այս տարբերությունը կա։ Իսկ այսօր այսօն ցանցերի ժամանակաշրջանում արդյոք դա չի էլ ավելի ուժեղացրել նաև հենց այդ բևեռացումը, տեսեք, որտեղ դուք ճիշտ ասացիք, կիսվում ենք նրանով, ինչ մեզ հաճելի է։ Ու ալգորիթմները ավտոմատ մեզ բերում են այն կոնտենտը, որը մենք կիսվել ենք, որը ռելևանտ է մեր կիսված կոնտենտին։ Որը ալգորիթմները կարծում են, որ մեզ դուր կգա։ Ու ստացվում է, որ մարդիկ ապրում են իրենց այդ պղպջակներում, ու ես միշտ ասում եմ, նաև հաճախ լրագրողների գիտեմ, որոնք ով հակառակ, այսպես ձեր ասած, կարծիք ունի իրենց պատկերացումների վերաբերյալ, նրանք իրենց ընկերների ցանկից են հեռացնում կամ այնպես են անում, որ չերևա, բայց դա բերում է իրականության խեղաթյուրմանը։ Տեսեք, ինչպես եղավ նույն BBC-ի պարագայում, երբ շատ մեծացավ վերահսկողությունը կորցրեց առհասարակ բոլոր ամեն ինչի նկատմամբ։ Դա նաև դրա հետևանքեր մի քիչ կարող են, որ դու տենց չես կարողանում արդեն ներքին բաներին կտրվում ես։ Չէ, մի քիչ այդպես չի։ Գուցե դուք ավելի լավ կիմանաք, վստահաբար դուք ներսից գիտեք, բայց BBC-ն ունի իր աստվածաշունչը։ Ահա։ Դա կոչվում է Producers Guidelines։ Առաջ դա գրքի ձևով էր տպագրվում ամեն տարի, հիմա ուղղակի on-line գոյություն ունի եւ on-line դա կարելի է կարդալ։ Հիմա դա կոչվում է Editorial Guidelines։ Եվ նման փաստաթղթեր աստվածաշունչեր ունեն աշխարհի բոլոր մեծ լրատվամիջոցները։ New York Times-ը ունի, Washington Post-ը ունի, Fox News-ը ունի, եւ այլն։ Հա, Ազատություն ռադիոկայանը ունի։ Դրանք շատ կարևոր պրոֆեսիոնալ նորմեր են, որոնք պիտի պահվեն։ Եվ երբ որ սխալը տեղի ունենում, առաջինը ինչ անում են, բոլորը տեսնում են այդ սխալը ոնց եղավ, որ նորմերին չհամապատասխանեց։ Հա? Այդպես եղավ, որովհետև Մարկ Գրիգորյանը հիմարի մեկն է, թե այդպես եղավ, որտեղ Մարկ Գրիգորյանը իր մտքին ինչ որ ուրիշ բան կար, որ ինքը այդպես արեց։ Ու դա շատ պարզ երևում է իրականում։ Ըստ դրա նաև հետևանքներ են առաջանում։ Մեծ լրատվամիջոցներում շատ դժվար է, գիտեք, այսպես իրականացնել մանրակրկիտ վերահսկողություն։ Դա սկի պետք է չի։ Լրագրողը պիտի ունենա իր ազատությունը եւ լրագրողը պիտի հասկանա, որ իրեն վստահում են։ Վստահությունը մեծ պատիվ է եւ մեծ լուրջ բեռ է։ Այդ վստահության բեռը պետք է կարողանալ տանել արժանապատիվ եւ ճիշտ ձևով։ BBC-ում աշխատում են միայն Լոնդոնում, երբ որ ես դուրս էի գալիս 10 տարի առաջ այդ կազմակերպությունից, աշխատում էր 26,000 հոգի։ 26,000 հոգի միայն Լոնդոնում։ 2 հոգին, 4 հոգին սխալ արեցին 26,000-ից։ Ամբողջ աշխարհը իմացավ դրա մասին։ 4 հոգուն պատժեցին։ Նորից ամբողջ աշխարհը իմացավ դրա մասին։ Իսկ 26,000-ը միայն Լոնդոնն է, հա, ես չգնացի մայրաքաղաքից դուրս, չգարցացա Շոտլանդիա, չգնացի Իռլանդիա, BBC-ն հեռարձակում է 42, եթե չեմ սխալվում, լեզվով։ Իրենց հետևից չգնացի, 4 հոգի, սխալվեցին, պատժվեցին։ Եվ այդ պատիժը, ինչպես այդ սխալը, ստվեր գցեցին այդ ահռելի կազմակերպության, ամբողջ կազմակերպության վրա։ Դա շատ լուրջ բան է, դա շատ լուրջ պատիվ է, եւ պատիժ։ Նորից իմ աշխատելու ընթացքում եղավ այնպես, որ Ադրբեջանը պահանջեց, որ ինձ հեռացնեն աշխատանքից, որովհետև ես հայություն եմ քարոզում համաշխարհային լրատվամիջոցում։ Իրենց պարլամենտը հատուկ լսումներ կազմակերպեց
իմ մասին, որ ես բանեմ թշնամանք եմ հարուցում եւ քարոզում եմ ինչ որ հայկական բաներ, արտգործնախարարությունը նամակ գրեց BBC-ին, դեսպանը հատուկ հանդիպեց BBC-ի գլխավոր տնօրենի հետ, գլխավոր տնօրենը շատ գիտի այդ Մարկ Գրիգորյան Նովա, եւ կազմակերպվեց հատուկ հանձնաժողով, որը ստուգեց իմ աշխատանքը։ Հանձնաժողովը ինձ արդարացրեց, գտավ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, եւ գիտեք արդյունքը ինչ եղավ։ Ադրբեջանում դադարեցրին BBC-ի հեռարձակումը։ Նորից, հա, մի հոգու մասին ենք խոսում։ Ընդ որում ես համոզված եմ, ես երբեք կյանքումս չեմ տեսել BBC-ի գլխավոր տնօրենին։ Մի քանիսն են փոխվել, ես ոչ մեկին չեմ տեսել։ Ու չպիտի էլ տեսնեմ, որտեղ իմ աշխատանքի բնույթը այլ է։ Ես լրագրող եմ, ինքը մենեջեր, ադմինիստրատոր։ Վերադառնանք Հայաստան, մեր իրականություն, եթե այդպիսի աստվածաշունչ, եթե այդպիսի էդիտորիալ գայդլայն գրվեր հայկական մեդիաների համար, ըստ ձեզ որը պետք է լիներ ամենաառաջինը, այսօրվա ներկայիս մարտահրավերները հաշվի առնելով։ Տեսեք, այդ editorial guidelines-ի մեջ նաև մի առանձին գլուխ կա, որ կոչվում է սոցցանցերի վարքը սոցցանցերում։ Նորից բոլորը դա ունեն։ Եվ այո, կան սահմանափակումներ, որոնք դրվում են մարդկանց լրագրողների վրա, եւ դրանք պրոֆեսիոնալ սահմանափակումներ են։ Հա, նորից սկանդալներից ենք խոսում, BBC-ի ամենահայտնի մարզական լրագրող Գարի Լինեկերը ինչ որ քաղաքական բան գրեց, ես հիմա չեմ հիշում ինչ էր, քաղաքական թվիթ, եւ դա իհարկե արտացոլում էր իր հայացքները, բայց ինքը իրավունք չուներ դա անելու։ Լինեկերը սկզբից պատժվեց, հետո ներողություն խնդրեց, եւ հետո մի քանի ամիս հետո աշխատանքից դուրս եկավ։ Ես երբ որ հանրային ռադիոյի տնօրենն էի, ես փորձեցի սոցցանցերում վարք սահմանելու մի այդպիսի փաստաթուղթ ստեղծել։ Ստեղծեցի, բայց հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը, հանրային հեռուստատեսության ռադիոյի խորհուրդը որոշեց, որ դա չարժի անել։ Ու միշտ հիմա չկա։ Դա այդ editorial guidelines-ի մի մասը պիտի կազմեր։ Մյուս մասը ինչ է նշանակում, ուրեմն հիմա ես կգամ դրան։ Մյուս մասը ինչպես լինել անաչառ։ Իմիջիալոց նորից մեծ լրատվամիջոցները, համաշխարհային լրատվամիջոցները հրաժարվել են օբյեկտիվ բառից։ Չկա օբյեկտիվությունը այլևս լրագրության մեջ որպես, ես չգիտեմ, կանոն գոյություն չունի, կա անաչառություն։ Եվ կան տեխնիկական հնարքներ, մասնագիտական հնարքներ անաչառ լինելու համար։ Դա պիտի մտնի։ Եթե ես ուզում եմ, որ լրատվամիջոցներից մեկը դառնա դեբատների եւ կարծիքների փոխանակման հարթակ, անաչառությունը պիտի լինի։ Բայց փաստորեն, եթե մենք չունենք այդ, այսպես ասած, մեր իրականության համար թեկուզ նույն հրահի կողմից հաստատված էդիտորիալ, ապա մենք ունենք նաև խնդիրներ այս առումով։ Ես նկատի ունեմ, որ մասնագիտական համայնքը գուցե նաև կարող է պահանջել, որ եկել է հասունացել է պահը անհրաժեշտության, հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի այսպիսի պայմաններում, երբ տեսնում ենք, որ վստահությունը առ մեդիա ամբողջ աշխարհում նվազել է, գուցե ժամանակն է, որպեսզի մենք վերանայենք եւ բարձրաձայնենք եւ ամրագրենք խստորեն հետևելով կանոններին ու պատժիչ մեխանիզմներ կիրառելով նաեւ հենց լրագրողական էթիկայի կանոններին, թե դա կարող է եւս քաղաքականացվել, այս անգամ կարող է ասվել, որ կամ դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակում։ Կա նման փաստաթուղթ։
Կա նման փաստաթուղթ, որը ստորագրել են, եթե չեմ սխալվում, 40-ից ավել լրատվամիջոցներ։ Ստորագրելով չէ, որ դա լինի։ Այո։ Դա լինի նորմ։ Ստորագրել են եւ չեն կատարում։ Բայց նման փաստաթուղթ գոյություն ունի։ Եվ իհարկե դա խնդիր է, որովհետև ստիպել անհնարին է։ Պատժիչ եւ խրախուսիչ մեթոդներ կիրառելով կարելի է հեռու գնալ, բայց ով գիտի, թե դու ինչպես կարող ես պատժել, ես չգիտեմ, կայքի խմբագրին, գլխավոր խմբագրին։ Բայց այստեղ նաև կարող խոսքի ազատությունը տուժել, որովհետև կարող է կամայական պատիժը լինել։ Այ ով է այս սուդիկտո։ Այ այս նուրբ պահն է, որ ով է լինելու հենց այդ գնահատական տվողը։ Խոսքի ազատությունը ես մի քիչ խոսեի դրա մասին, դա շատ լուրջ եւ փիլիսոփայական հասկացություն է, որտեղ խոսքի ազատությունը առանց խոսքի պատասխանատվության գոյություն չունի։ Եթե ես հիմա սկսեմ աճ ու ձախ հայհոյել, դա չի նշանակում, որ ես ունեմ խոսքի ազատություն։ Բայց ես չեմ հայհոյում, որտեղ ես ունեմ պատասխանատվություն։ Հա? Այ դա է հավասարակշռությունը պահողը։ Եվ եթե դու լրագրող ես, դու պրոֆեսիոնալ ես, դու աշխատում ես գաղափարների, խոսքերի, ես չգիտեմ, փաստերի հետ, ունենալով որոշակի պրոֆեսիոնալ հիմք, բազա։ Եվ այդ բազան է, որ ձեզ եւ մեզ տալիս է պատասխանատվության սյուները, որի վրա մենք դնում ենք մեր խոսքի ազատության տանիքը։ Ես շատ դեպքերում չեմ տեսնում այդ պատասխանատվությունը։ Պատճառներից մեկը, ոչ միայն պատճառը, բայց պատճառներից մեկը այն է, որ մեզ մոտ լրատվամիջոցները սպասարկում են ոչ թե հանրությունը, այլ որոշակի քաղաքական շահեր։ Այսինքն գնահատողը ոչ թե հանրությունն է, այլ քաղաքական շահը։ Եվ եթե այսօր քաղաքական շահը պահանջում է հակառակորդին սևացնել, հայհոյել, fake news տարածել հակառակորդի մասին, դա կարվի եւ լրագրողը կխրախուսվի։ Այստեղ է խնդիրների արմատներից մեկը։ Իսկ խոսքի ազատություն կա Հայաստանում, թե ճնշված է, որովհետև մենք տեսնում ենք, որ մի մասը ասում է, որ Հայաստանում խոսքի ազատությունը բացարձակ վտանգված չէ, մյուս մասը հակառակը ճնշում հայտարարում է, որ ճնշված է, որ 37 թիվն է վերադարձել։ Այն ինչպես միշտ դուք երբ ասեք, ծայրը հեղացված է։ Հա, այդ ասողները փառք Աստծո 37 թիվը չեն տեսել։ Փառք Աստծո այդ ասողները չգիտեն ինչպիսին էր վախի մթնոլորտը երկրում 37 թվականին։ Իրենք քիչ են էլ պատկերացնում 83 թվականին ինչպիսին էր վախի մթնոլորտը։ Ես հիմա տեսնում եմ խնդիրներ։ Եվ ես նորից այդ խնդիրները տեսնում եմ քաղաքական դաշտում ավելի շատ։ Եվ գիտեք, ես հասկանում եմ, որ այո, մենք այսօր կարիք ունենք լուրջ խոսակցության հանրային մակարդակով, որպեսզի փորձենք ձևակերպել խաղի կանոնները, ինչը կարելի է անել, ինչը չի կարելի անել, որտեղ են լրատվամիջոցները ղեկավարվելու հանրային գաղափարներով եւ շահերով եւ որտեղ քաղաքականով, որտեղ ի վերջո քաղաքական շահն է այսօր ֆինանսավորում լրատվամիջոցները։ Եվ այդ խաղի կանոնների բացակայությունն է, որը մեզ շատ է խանգարում։ Մենք դուրս պրծանք, դուրս եկանք, չգիտեմ, թափվեցինք համաշխարհային լրագրողական այդ խաղի կանոններից եւ չեն կարողանում գտնել նորը։ Անցումային բարդ շրջան է, մարտահրավերներով լի,
ու հուսանք, որ ժամանակի ընթացքում այդ ամենը կբյուրեղանա, ի վերջո, ինչպես դուք նշեցիք, այդ հանրային բաց խոսակցությունը նաև տեղի կունենա, թե տարբեր սերնդի լրագրողների, մասնագետների, թե հանրության պահանջով։ Ես ուզում եմ մի բան ավելացնել։ Մենք եզակի չենք։ Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում Վրաստանի եւ Մոլդովայի լրագրողական դաշտում։ Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում Միջին ասիական երկրների լրագրողական դաշտում եւ պիտի ասեմ շատ թե քիչ ժողովրդավարական ճանապարհով գնացող երկրներում խնդիրները մոտ են իրար։ Այնտեղ որտեղ բռնապետություններ են, Խնդիր չկա։ կա, բայց այդ խնդիրները нет проблемы։ կա, բայց այդ խնդիրները այլ տեսակի են, այլ որակի եւ այլ մակարդակի, որովհետեւ ես աշխատել եմ qırğızական եւ տաջիկական լավագույն լրագրողների հետ, ես բոլորովին վերջի տարիներին, եւ ես հասկանում եմ, որ իրենց խնդիրները իրապես տարբեր են։ Այլ հարթությունում են իրենց խնդիրները, այն մարտահրավերներ, որ մենք ունենք, իրենք չունեն, որովհետև փակ համակարգ է իրենց։ Վերևից ոնց կասեն, հենց է կգրեն։ Չէ, Qırğızստանում ունեն։ Ինչ տեսքով։ Գիտեք, բավականին մոտ, մեր խնդիրներին բավականին մոտ տեսքով։ Տաջիկստանում այո չունեն եւ Ադրբեջանում չունեն, ես գոլեգաներ ունեմ, որոնք աշխատում են Վրաստանում։ Այնտեղ իրանք հասկանում են կամ զգում են կամ իշին ինտուիտիվ ինչ որ հոտառությամբ հոտն են առնում, որ այս քայլը չի կարելի անել։ Դա եթե իրենց գոլեգաները այդ քայլի համար հայտնում են բանտում, դրա համար արդեն ինտուիցիա։ Խոսքը միայն բանտի մասին չի։ Խոսքը նաև նրա մասին է, որ հանկարծ ինչ որ լրատվամիջոց զրկվում է ֆինանսներից։ Դա ավելի ծանր է, որովհետև մի քանի տասնյակ մարդ անմիջապես մնում են անգործ։ Մի խոսքով ծանր եմ։ Այո, Բայց այո, իսկ ով ասեց, որ թեթև է լինելու։ Որևէ մեկը մեզ դա չի խոստացել։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հետաքրքիր զրույցի համար։ Տեսեք, Երևանից սկսեցինք, հասանք BBC, հասանք Qırğızstan եւ Տաջիկստան, բայց կարևորը, որ մնանք Հայաստանում մեր խնդիրների մասին խոսենք, բարձրաձայնենք եւ ժամանակը ամեն ինչ կբյուրեղացնի։ Շնորհակալություն։ Մարկ Գրիգորյանի հետ զրուցեցինք ամենատարբեր թեմաներից, Երևանից մինչև լրագրություն, մեդիա էթիկա։ Շարունակեք հետևել մեզ, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։